11 մարտ հրաշքով փրկվել է նախ ավիավթարից, իսկ հետո ծովային աղետից։ Ինքնաթիռը վթարվել է և օվկիանոսի ջրերում հայտնվել Ֆլորիդայի ափերից հեռու։ Ինքնաթիռը դուրս էր եկել Բահամյան կղզիներից և ուղևորվում էր դեպի Ֆրիփորթ։ Ջուրն ընկած ինքնաթիռի անձնակազմը փրկվել է։ Նրանք կարողացել են լաստանավը բացել ու տեղափոխվել այնտեղ։ Անձնակազմը 5 ժամ անցկացրել է Ալեկոծ ծովում լաստանավի վրա մինչև փրկարարների ժամանումը։ Վթարված ինքնաթիռի անձնակազմին գտել են լուսային ազդանշանների միջոցով։ Փրկարարական գործողությունը իրականացրել է Պատրիկ տիեզերական բազայում գտնվող ուղղաթիռների ջոկատը։ Փրկարարները աշխատել են բարդ եղանակային պայմաններում։ Բոլոր վթարվածները ողջ են գտնվել և արդեն բժիշկների հսկողության տակ են։ Տուժածները Բահամյան կղզիների չափահաս քաղաքացիներ են, նրանք տեղափոխվել են Մելբուրնի օդանավակայան։ Փրկվածների առողջական վիճակը գնահատվում է կայուն, մասնագետները տեղի ունեցածը համարում են իսկական հրաշք։ Փրկարարական գործողությունները իրականացվել են արագ և արդյունավետ, բժիշկները այժմ զբաղվում են փրկվածների ապաքինմամբ։ Այս անգամ հաջողվեց զոհերից խուսափել։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Լոս Անջելեսում քարերով լի բեռնատարը բախվել է ավտոբուսին, կան վիրավորներ։ Կբախվեն, թե կբանակցեն ԱՄՆ-ն ու Չինաստանը, Թրամփը Պեկինում է։ Չինաստանի օգտին գործող լրտեսական հերթական ցանցն է բացահայտվել Ամերիկայում։ Վենսը կտրում է Կալիֆոռնիայի ֆինանսավորումը, 1.3 միլիարդ դոլարը սառեցված է։ Ֆուտբոլային տոն այսի հսկողության ներքո գործակալները ներկա կլինեն խաղերին և թունավոր կոնֆետներ երեխաներին, նեոնացիստ պարագլուխը բանտում է։ Իսկ ահա թողարկման երկրորդ մասում սպասեք առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Սանտա Քլարիտայում քարով բեռնված բեռնատարը մխրճվել է քաղաքային ավտոբուսի մեջ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ուղևորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ավտոբուսը կանգնած է եղել խաչմերուկում, բեռնատարը, որը մեծ արագությամբ ընթացել է Գոլդեն Վելի ճանապարհով, չի կարողացել կանգ առնել և շրջադարձ կատարել։ Բախումը վնասել է նաև այլ մեքենաներ, դեպքի վայրում գազի արտահոսք է նկատվել, ինչը հրդեհի վտանգ է ստեղծել։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը ձեռնարկել է անվտանգության միջոցառումներ, հրդեհից խուսափելու համար կատարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Ճանապարհի հատվածը փակվել է երթևեկության համար, նախնական տվյալներով վարորդը հարբած չի եղել։ Սա տարածքում տեղի ունեցած լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարներից է։ Տուժածները մնում են բժիշկների խիստ վերահսկողության տակ։ Թրամփը Չինաստանում է, խոստանալով պատմության մեջ ամենահզոր ցուցադրությունը այցի ընթացքում երկու երկրները կփորձեն կայունացնել առևտրային հրադադարը։ Թրամփի նախաձեռնած մաքսային պատերազմից հետո իրավիճակը դեռ վերջնական չի հանդարտվել։ ԱՄՆ նախագահը փորձելու է նաև բացել Չինաստանը ամերիկյան գործարարների համար։ Կողմերը չեն ակնկալում համապարփակ գործարքի ստորագրում, սակայն երկուստեք ցանկություն կա որոշակի հստակություն ապահովել կոնկրետ ոլորտներում։ Թրամփը Պեկին է ժամանել ամերիկյան ավելի քան 10 խոշոր գործարարների ու գործադիր տնօրենների հետ։ Նրանց թվում են Թիմ Կուկը, Apple-ից, SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Մասկը։ Քննարկվելու են առևտրի և ներդրումների նոր խորհուրդներ ստեղծելու հարցերը։ Առաջնահերթ քննարկվող թեմաների թվում կլինեն էներգետիկան և գյուղատնտեսությունը, ինչպես նաև հազվագյուտ մետաղների արտահանման կանոնների հստակեցումը, կանխատեսում են վերլուծաբանները։ Սին ցանկանում է խուսափել Իրանի պատերազմի թեմայից, Թրամփն էլ ցանկանում է խուսափել Թայվանի հարցը հիմնավոր քննարկելուց։ Ըստ կանխատեսումների այս թեմաները գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն, բայց կտրուկ փոփոխություններ չեն լինի։ Այցը կավարտվի ուրբաթ օրը աշխատանքային ճաշից հետո։ Երկու առաջնորդները տարեվերջին նախատեսում են ևս մեկ հանդիպում Վաշինգտոնում։ Մասկի հայտնվելը Չինաստանում կարող է սկանդալի պատճառ դառնալ։ Հարցն այն է, որ նա Պեկին է մեկնել առանց դատարանի համաձայնության, այն դեպքում, երբ ընթացքում գտնվող գործում ունի վկայի կարգավիճակ։ Նա պետք է լիներ դատարան կանչվելուն պատրաստ։ Մասկը անտեսել է այդ հանգամանքը և մեկնել է։
Պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ նա վկայի կարգավիճակում է OpenAI-ի դեմ իր կողմից սկսած դատական գործի շրջանակում, ըստ որոշ կարծիքների, Մասկը երկրից հեռանալիս դատարանի թույլտվությունը չի հարցրել, վստահ լինելով, որ դատարան կանչվելու դեպքում կհասցնի ժամանակին վերադառնալ եւ ներկայանալ։ Ամեն դեպքում գործի քննությունը դեռ շարունակվում է, Մասկն էլ դեռ Չինաստանում է։ Նրան դատարան հրավիրելու մասին տեղեկություններ դեռ չկան։ Մանհեթենի Չայնաթաուն թաղամասում գործող գաղտնի ոստիկանական գրասենյակի հիմնադիրը դատապարտվել է 64-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել որպես օտարերկրյա գործակալ։ Նա նաև խոչընդոտել է արդարադատությանը ջնջելով Պեկինից ստացված հրահանգները։ Պաշտպանական կողմը պնդում է, որ գրասենյակը պարզապես համայնքային կենտրոն էր։ Լուի փաստաբանը պնդել է, որ գործը թղթաբանական թյուրիմացություն է, նրա խոսքով սա լրտեսություն չէ, սա հետախուզություն չէ։ Պաշտպանը պնդել է, որ Լուն օգնել է Չինաստանի ժամանածներին վարորդական իրավունքները թարմացնել, սակայն դատախազը հակադարձել է, որ Լուն գործել է Չինաստանի կառավարության հրահանգով։ Դատախազները հայտնել են նաև, որ այդ գրասենյակը հետապնդել է Չինաստանի գործող իշխանության քաղաքական ընդդիմադիրներին։ Լուին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում, նա մնում է ազատության մեջ գրավի դիմաց, մինչև դատավճռի հրապարակումը։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը, գործը հարուցվել է FBI-ի հետաքննությունից հետո։ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս, դրան զուգահեռ իսրայելական ուժերը շարունակում են հիմնահատակ ավերել հարավային Լիբանանի քաղաքներն ու գյուղերը։ Արբանյակային լուսանկարները վկայում են համատարած ավերածությունների մասին, հրադադարը գործում է միայն թղթի վրա։ Իսրայելը ստեղծում է անվտանգության ընդլայնված գոտի Լիբանանի տարածքների հաշվին։ Իսրայելի վարչապետը պնդում է, որ այդ գործողությունները անհրաժեշտ են, նա ցանկանում է վերացնել Հզբոլահի սպառնալիքները Իսրայելի քաղաքների համար։ Իսրայելական բանակը Լիբանանում հարվածներ է հասցրել ավելի քան 1000 թիրախի, ավերվել են դպրոցներ, մզկիթներ եւ հազարավոր բնակելի տներ։ Հրադադարի համաձայնագիրը թույլ է տալիս Իսրայելին ինքնապաշտպանվել, ԱՄՆ-ն միջնորդել է նոր բանակցություններ սկսել Վաշինգտոնում։ Լիբանանում զոհերի թիվը հասել է 2700-ի, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են պատերազմի սկզբից ի վեր։ Չնայած լարվածությանը, երկու կողմերն էլ պաշտոնապես դեռ չեն հրաժարվել հրադադարից։ Սենատը հաստատել է Քևին Ուորշի թեկնածությունը դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում, նա այս շաբաթվանից կփոխարինի Ջերոմ Փաուելին։ Գնաճը շարունակվում է ստեղծելով նոր մարտահրավերներ, մայիսին մեծածախ գները աճել են 6%-ով։ Սա 2022 թվականի դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Իրավիճակը բարդացնում է տոկոսադրույքների նվազեցման հեռանկարը։ Տոկոսադրույքների իջեցումը պահանջում է Թրամփը, սակայն գնաճը խոչընդոտում է դրան։ Դաշնային պահուստային համակարգի որոշ անդամներ անգամ առաջարկում են բարձրացնել տոկոսադրույքները։ Ուոշը պետք է կառավարի այս տարաձայնությունները հունիսյան հանդիպման ժամանակ։ Աշխատանքի նախարարության տվյալներով գնաճը դեռ կշարունակվի ու հնարավոր է անգամ կարագանա։ Գործազրկության մակարդակը կայուն է շուրջ 4,3%։ Ուոշը սենատորներին վստահեցրել է, որ Թրամփին խոստումներ չի տվել եւ կաշխատի հիմնվելով տնտեսական իրավիճակի ու հիմնավորումների վրա։ Փոխնախագահ Վենսը հայտարարել է Կալիֆոռնիայի բյուջեից 1.3 միլիարդ դոլար սառեցնելու մասին։ Պատճառը Մեդիքեյդի ծրագրերում առկա լուրջ խարդախություններն են։ Վարչակազմը պահանջում է խիստ պատժել մեղավորներին։ Վենսը նշել է, որ Կալիֆոռնիան անլուրջ է վերաբերվում այս հարցին։ Ամերիկացի հարկատուները խաբվում են, հայտարարել է նա Սպիտակ տանը։ ԱՄՆ-ի բոլոր նահանգներին են սպառնում նմանատիպ ֆինանսական կտրուկ պատժամիջոցները։ Եթե նրանք չպայքարեն խարդախության դեմ, կզրկվեն միջոցներից։ Կալիֆոռնիայի պաշտոնյաները այս քայլը որակել են որպես քաղաքական հետապնդում։ Նահանգապետ Նյուսոմի գրասենյակը քննադատել է Վենսի հայտարարությունը, իսկ գլխավոր դատախազը պնդել է, որ Կալիֆոռնիան թիրախ է։ Ամեն դեպքում 6 ամսով արգելվել են նոր գրանցումները հոսպիսների համար։ Կիրականացվեն խիստ ստուգումներ խարդախության արմատները հայտնաբերելու նպատակով։ Իշխանությունները ցանկանում են պաշտպանել Մեդիքեյերի միջոցները։ Այս թեմայի շուրջ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել Կալիֆոռնիայում, Նյու Յորքում եւ այլ նահանգներում։ Իրավիճակը մնում է բարդ ու դեռ չկարգավորված։
ԱՄՆ-ից Սալվադոր արտաքսվածների թիվը 2026-ի առաջին եռամսյակում կրկնապատկվել է, այդ երկրի նախագահը ակտիվ աջակցում է Թրամփի ներգաղթային օրակարգին։ Այս տարվա սկզբին արտաքսվել է ավելի քան 5000 մարդ, սա նախորդ տարվա համեմատ գրեթե 98%-ով աճ է։ Փորձագետները դա որակում են որպես համակարգի կոշտացման ցուցանիշ։ Սալվադորի նախագահը ընդունել է Թրամփի առաջարկած գործարքները, այդ գործողությունները քննադատվել են մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից, սակայն դա չի կանգնեցնում Սալվադորի եւ ԱՄՆ-ի նախագահներին։ Բուքելեն միացել է նաեւ Ամերիկայի վահան կոալիցիային։ Այդ նախաձեռնությունը նպատակ ունի պայքարել հանցավոր խմբերի դեմ։ ԱՄՆ դաշնակիցներից ոմանք հրաժարվել են մասնակցել այդ ջանքերին։ Արտաքսումների գործընթացը նաեւ աղմկահարույց խախտումների, երբեմն էլ սխալմունքների դեպքերով է առանձնացել, սակայն դա ընդհանուր քաղաքականության վրա շատ չի ազդել։ ԱՄՆ-ն գլոբալ մակարդակով ավելացրել է արտաքսման չվերթների քանակը, Սալվադորը արտաքսումների միակ ուղղությունը չէ։ FIFA-ի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերում կլինեն նաև Ասիա աշխատակիցներ, նրանք կապահովեն լրացուցիչ անվտանգություն խաղերի մերձակա տարածքներում։ Գործակալությունը իր օգնությունն է առաջարկել ոստիկանությանը եւ դա ընդունվել է։ Նման փորձ արդեն կիրառվել է Սուպեր Բոուլի ժամանակ։ Աշխատակիցները չեն ստուգելու մարդկանց ներգաղթային կարգավիճակը, մեր գործակալները կապահովեն անվտանգություն, բայց չեն ստուգի կարգավիճակը, նշել է կառույցի ներկայացուցիչը։ Այնուամենայնիվ, այսի գործակալներին նաև արգելված չէ ձերբակալությունների իրականացումը, եթե նման կարիք առաջանա։ Մարզադաշտեր այցելողներին խորհուրդ է տրվում նախապես կարգավորել փաստաթղթերը։ Այսի ներկայությունը մտահոգություն է առաջացրել իրավապաշտպանների շրջանում, նրանք կարծում են, որ դա կվախեցնի երկրպագուներին, նախկինում նման բարեկությունը բացասական արձագանք է ստացել, իրավիճակը լարվել է նաև ծովային հետևակի ավարտական հանդիսությունների ժամանակ, այնտեղ ևս ներկա էին այսի գործակալները։ Նորություններ կան հանտավիրուսից վարակված զբոսանավից տարհանված 18 ամերիկացի ուղևորները շարունակում են մնալ դաշնային կարանտինում, որոշ ուղևորներ տանն են անցկացնում կարանտինը, իսկ որոշները դրա համար հատկացված կենտրոններում։ Հիվանդության վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հորդորում է մնալ մեկուսացված։ Ինկուբացիոն շրջանը տևում է 42 օր, այն սկսվել է մայիսի 11-ից։ Մասնագետները պարզում են վիրուսի ազդեցության աստիճանը։ CDC-ն ախտանշաններ ունեցողներին կոչ է անում թեստավորվել, իսկ կարանտինում գտնվողները պետք է կրեն N95 դիմակներ ու խուսափեն տան անդամների հետ շփումից։ Նրանց, ովքեր այս թեմային լուրջ չեն վերաբերվում կամ վտանգը չափազանցված են համարում, մասնագետները տեղեկացնում են, որ նոր բարակակիրներից հերթականը, որը Ֆրանսիայում է, արդեն ծանր վիճակում է եւ միացված է արհեստական շնչառության սարքին։ Ամբողջ աշխարհում վերջերս արձանագրվել է հանտավիրուսի 11 դեպք։ Անդեսի շտամն ունի մարդուց մարդուն փոխանցվելու հատկություն, սակայն դա տեղի ունենում չափազանց հազվադեպ։ Վարակված զբոսանավի ուղևորներից 3-ը մահացել են նավում, այժմ հիվանդությունը տարածվում է հիմնականում անձնակազմի շրջանում։ Նեոնացիստ առաջնորդը ԱՄՆ-ում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, նա ծրագրել էր թունավոր կոնֆետներ բաժանել հրեա երեխաներին։ Հրամանատար Դահիչ մականունով ահաբեկիչը ղեկավարում էր մոլագար մարդասպաների պաշտամունք խմբավորումը եւ կոչ էր արել իրականացնել ջարդեր։ Նրա դեմ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել դատարանում։ Դատարանը պատժի վճիռը անհարկի խստացված չի համարում, նա դատապարտվում է իր գործողությունների կոչերի համար, նշել է դատավորը։ Մեղադրյալը հայտնի է ռասայական ատելություն հրահրելու իր մոլուցքով, նա տարածել է նաև ռումբեր պատրաստելու հրահանգներ։ Ավելի վաղ հաստատվել էր, որ հենց նա է եղել Թենեսիում տեղի ունեցած դպրոցական հրաձգության հրահրողը։ Տղամարդը ընդունել է իր մեղքը դատարանի դահլիճում, նրա կողմից համակարգվող խումբը գործել է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ ԱՄՆ-ում, նրանք նպատակ են ունեցել սպանել փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Նյու Յորքում նրանց պլանները ժամանակին կանխվել են FBI-ի կողմից։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Լոս Անջելեսի հայտնի միլիարդատեր Սթիվեն Քլուբեքը հայտնվել է դատարանում, նա մեղադրվում է վկաներին սպառնալու մեջ։ Գործարարը փորձել է պաշտպանել իր հարսնացուին, կինը մեղադրվում է առցանց ծանոթությունների միջոցով տղամարդկանց կողոպտելու մեջ։ Քլուբեքն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։ Հետաքննությունը պարզել է, որ միլիարդատերը հեռախոսազանգերով ճնշում է գործադրել, նրան առաջադրվել է 3 ծանր մեղադրանք։ Քլուբեքը ազատ է արձակվել $300,000 գրավով։ Հետաքրքիրն այն
այն է, որ Քլուբեքը նախկինում հովանավորել է Էրիկ Սվալվելին։ Սվալվելը հրաժարական էր տվել սկանդալային մեղադրանքներից հետո։ Էլեկտրական հեծանիվների հետ կապված վնասվածքները Կալիֆոռնիայում աճել են 430%-ով։ Սա իսկական համաճարակ է, որը խլում է երեխաների կյանքեր։ Օրենջ Քաունթիի շրջանային դատախազը ստեղծել է հատուկ ստորաբաժանում այդ գործերի քննության համար։ Դատախազությունը պատասխանատվության կենթարկի այն ծնողներին, որոնք թույլ են տալիս անօրինական երթևեկություն։ Այս տարի արդեն 3 ծնող մեղադրվում է երեխաների կյանքը վտանգելու մեջ։ Լեյք Ֆորեսթում մայրը մեղադրվում է անզգուշությամբ մարդ սպանելու համար։ Նրա որդին մահացու վթարի է ենթարկել 81-ամյա վետերանի։ Յորբա Լինդայում մեկ այլ հայր է մեղադրվում 60 մղոն ժամ արագությամբ ընթացող մոտոցիկլետի պատճառով։ Կալիֆոռնիայի օրենքներով 20 մղոն ժամից արագ ընթացող սարքերը մոտոցիկլետ են։ Դրանք պահանջում են վարորդական իրավունք եւ տարիքային սահմանափակումներ։ Կալիֆոռնիայի ալյումին արտադրող մի քանի ընկերություններ կվճարեն $549 միլիոն տուգանք։ Նրանք խուսափել են Չինաստանից ներկրվող ալյումինի մաքսատուրքերից։ Արդարադատության նախարարությունը այս խարդախությունը բացահայտել է 3 տարվա ընթացքում։ Ընկերությունները զոդել են ալյումինե ձողերը դրանց պատրաստի ապրանքի տեսք տալու համար։ Այդ ապրանքների համար իրական գնորդներ երբեք չեն եղել։ 2021 թվականին ընկերությունները դատապարտվել էին դավադրության եւ խարդախության համար։ Արչևում մեր թողարկման երկրորդ հատվածն է։ Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների ցանկով։ Կինո, համերգ, թատրոն, բալետ, Մանուն միջոցառումներ է առաջարկում ամենատարբեր ճաշակների համար։ Վստահ եմ, ձեր նախընտրած տարբերակը հաստատ կգտնեք։ Բարև ձեզ։ Օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումները։ Ադաքսիա Ամիրխանյանը եւ ընկերները հրավիրում են ջազային երաժշտության սիրահարներին վայելելու հայկական էթնոֆյուժն ջազի մի հմայիչ երեկո։ Բացահայտ է ավանդականի եւ ժամանակակիցի յուրահատուկ համադրությունը այս հիշարժան համերգին։ Մայիսի 21-ին երեկոյան ժամը 8:30 Լոս Անջելեսի Catalina Jazz Club-ում։ Պերճ Թուրաբյանը եւ Ալվարդ Մայիլյանը հրավիրում են երաժշտասերներին տոնելու Շարլ Ազնավուրի 102-ամյակը։ Ազնավուրը հայերեն խորագրով համերգով։ Պերճ Թուրաբյանն իր վարպետությամբ հայերեն է թարգմանել աշխարհահռչակ շանսոնիեի երգերը։ Ընդ որում այնքան լավ է թարգմանել, որ ինքը Ազնավուրը բարձր էր գնահատել նրա վարպետությունը։ Մայիսի 22-ին երեկոյան ժամը 7:30 Վան Նայսի Սուրբ Պետրոս հայ առաքելական եկեղեցու Կարագյոզյան սրահում։ Օպերային արվեստի սիրահարները հնարավորություն ունեն դիտելու Վագների Ռինգ շարքի երկրորդ մասը Վալկիրիան։ Այս մեծածավալ բեմադրությունը, որն ընդգրկում է միջազգային օպերային աստղերի, պատմում է սիրո, ճակատագրի եւ պարտքի մասին, հնչեցնելով օպերային աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Վալկիրիաների թռիչքը։ Մայիսի 23-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall-ում։ Catalina Jazz Club-ը հրավիրում է ջազի, ռոքի եւ սոուլի սիրահարներին վայելելու տաղանդավոր վոկալիստ Վերոնիկա Սվիֆթի համերգը։ Իր յուրահատուկ թատերական ոճով եւ երաժշտական տարբեր ժանրերն իրար միավորելու վարպետությամբ հայտնի երգչուհին կներկայացնի իր լավագույն ստեղծագործությունները մայիսի 23-ին եւ 24-ին Լոս Անջելեսի Catalina Jazz Club-ում։ Ladies of the Canyon-ը հրավիրում է երաժշտասերներին վայելելու Քերոլ Քինգի, Ջոնի Միչելի եւ Լինդա Ռոնստանդի անմահ ստեղծագործությունները։ 3 տաղանդավոր արտիստների կատարմամբ հանդիսատեսը հնարավորություն կունենա վերապրելու սերունդներ ձևավորած սիրված երգերն ու հիթերը մեկ բեմում։ Մայիսի 24-ին ժամը 16:00-ին Սան Պեդրոյի Ալբա Շոուրումում։ Շարժվենք առաջ ու վերադառնանք հայկական թեմատիկային, հայկական ժողովրդական երաժշտության մրցանակաբաշխություն Ամերիկայի սրտում։ Այս եզակի երեկոն նվիրված է հայկական ժողովրդական երաժշտության գեղեցկությանը, ոգուն եւ հարուստ ավանդույթներին հայտնի կատարողների մասնակցությամբ։ Մայիսի 26-ին երեկոյան ժամը 7-ին Glendale-ի The Alex համերգասրահում։ Orient Grove-ը հրավիրում է ջազի եւ հայկական երաժշտության սիրահարներին վայելելու հայկական մեղեդիների, ջազի եւ մեծ արևելյան ռիթմերի յուրահատուկ համադրությունը։ Համերգին մասնակցում են անվանի երաժիշտներ, իսկ որպես հատուկ հյուրեր հանդես կգան Ջիվան Գասպարյան կրտսերը դուդուկ եւ Գարիկ Սարգսյանը ջութակ։ Մայիսի 27-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Catalina Jazz Club-ում։
Հերթը հասավ թատերասերներին Արման Նավասարդյանը եւ Եվա Խաչատրյանը հրավիրում են կատակերգության սիրահարներին դիտելու Նարինե Մալյանի «Իմ կնոջ ամուսինը» բեմադրությունը։ Միրո Գավրանի համանուն պիեսի հիման վրա ստեղծված այս զավեշտալի կատակերգությունը հիշեցնում է, որ հարկավոր է միշտ ունենալ սեփական կարծիք, իսկ դժվարին պահերին լսել նաեւ սրտի ձայնը։ Մայիսի 29-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ում Ֆելոն հրավիրում է հայկական հիփ-հոփի սիրահարներին իր մենահամերգին, հայկական ռեփի ասպարեզում հայտնի եւ 3.33 նախագծի հիմնադիր Ֆելիքս Խաչատրյանը կներկայացնի իր լավագույն ստեղծագործությունները, ապահովելով անմոռանալի երեկո։ Մայիսի 30-ին երեկոյան ժամը 9-ին Հյուսիսային Հոլիվուդի Community Berlin-ում։ Եվ վերջապես առաջարկ փոքրիկների համար Արմեն Մարգարյանը եւ Դուստրիկ Խաչատրյանը հրավիրում են փոքրիկներին եւ նրանց ծնողներին դիտելու Գոհար Կարապետյանի բեմադրած հրաշագործման Չուկը մանկական ներկայացումը։ Կարո Կիրակոսյանի այս ստեղծագործությունը ջերմ պատմություն է բարության, քաջության եւ երաժշտության բուժիչ ուժի մասին։ Այն հիանալի ժամանց կլինի ողջ ընտանիքի համար։ Մայիսի 31-ին ժամը 13-ին եւ 16-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ի փոքր բեմում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք եւ հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։